Մենք ազգային ժողովը ընդունել է օրենք, բացի ծրագիրը ընդունել է օրենքում հաստատվել է, որ 24 թվականին արդեն պետք է ունենայինք 198 դպրոց, 25 թվականի վերջին 300 դպրոց։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Օրենքով հաստատված հստակ թվեր են։ Այնպես որ ձեր ասած վստահությունը մի քիչ վերենք կասկածի տակ։ Հիմա տեսեք, ասում են այդ շենքերը կան ցանկում։ Ես չեմ ասում այդ ցանկում կան թե չկան։ Ես գիտեմ որ այդ ցանկում կան, դուք էլ եք պատասխանել։ Ես խոսում եմ այն մասին, արդյոք այդ շենքերը ներառվել են այս տարվա բյուջեի հնարավորությունների շրջանակում վերանորոգվող, վերակառուցվող շենքերի ցանկում, որտեղ իսկապես վթարայինների մեջ դրանք վաղուց հայտնված են։ Խոսքը այս տարվա 26 թվականի բյուջեին որևէ բան նախատեսվում է թե չէ։ Ինչ վերաբերում է սեյսմիկ եզրակացությանը, այս շենքերի վերաբերյալ սեյսմիկ եզրակացությունը դուք եք անձամբ ինձ ուղարկել, ես մեջբերումը անում եմ ձեր ինձ ուղարկած սեյսմիկ եզրակացությունից, որ իրենք խիստ վտանգավոր են։ Այսինքն դրա կարիքն արդեն չկա այդ հարցի շուրջ։ Ինչ վերաբերում է ՊՏՂ-ին, խոսքը չի վերաբերվում ճանապարհն անանցանելի է թե չէ, տրանսպորտի համար անանցանելի չէ, խոսքը վերաբերվում է երեխաների համար անվտանգ ճանապարհ ունենալուն իրենց բնակավայրից մինչև դպրոց։ Այդ ճանապարհը անանցանելի չէ, անցանելի ճանապարհը ձեր ասած անցնում է երկու միջպետական այդ կամուրջների տակով, որտեղ ոչ մայթ կա, ոչ անցում կա գծանշած։ Սրա մասին է խոսքը։ Ճանապարհ կա, բայց վտանգավոր թե անվտանգ, սրա մասին պետք է մտածել։ Եվ հաջորդը Եվ այստեղ շինարարական լուծման որոնման մասին չէր, որովհետև ես էլ եմ հասկանում, որ շատ կարճ ժամանակում ինքը ծախսատար է շինարարական լուծումը, այդ վերգետնի անցումը քննարկում է արդեն ուղիղ 1 տարի համայնքի միջոցներով կամ ինչ որ կրթության եւ տարածքայինի հետ համատեղ մի հատ տրանսպորտ ապահովեն, որը երեխաներին իրենց բնակավայրից դասաժամերին կտանի դպրոց, դպրոցից հետ կբերի, ընդամենը այդ դրան ենք հասել։ Դա շինարարական լուծում չի։ Շինարարական լուծումը մեծ ծախսատար է եւ իսկապես հաջորդը Սպիտակ Վանաձորը միգուցե իրապես պետք է նորից վերանայել այդ ճանապարհը, որովհետեւ իրապես լուրջ խնդիր է եւ դա շատ ներվայնացնող է ոչ միայն վանաձորցի վարորդներին, ամբողջ Լոռու մարզի վարորդներն այդպես են ասում, միջպետական ճանապարհը այդ կողմով դեպի որ արդեն գնում է դեպի Վրաստան այդ նույն գծով է անցնում։ Շատ լավ, էլի նույն հերթականությամբ անդրադառնանք հարցերին, Տիկին Կուրեղյան, դպրոցների մասով ես ասում եմ մեր աշխատանքային առնվազն այն աշխատանքային գրաֆիկը, որին ես միացած եմ, նախկինում չեմ կարող ասել ինչա պլանավորած եղել, առնվազն մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գնում ենք այն ճանապարհով, որի մասած ցուցանիշները վստահաբար ապահովելու են։ Շենքերի հետ կապված մենք բյուջետավորումը որպես այդպեսին մենք չենք իրականացնում եւ այդ ծրագիրը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում այսպես թե այնպես չէր լինելու, ինքը լինելու է քաղաքաշինության կոմիտեի բյուջեում, եթե գնանք վերակառուցման ճանապարհով, այսինքն շենքի կառուցման ճանապարհով եւ շատ մեծ հավանականությամբ հնարավոր է նաեւ գնալ ԲԳՎ տրամադրելու ճանապարհով, որը էլի մեր նախարարության բյուջեում բյուջետավորված չէ լինելու այսպես թե այնպես, բայց այդ թեմայով քանի քննարկումները շարունակվում են, ես չեմ ուզի սրանից ավել բան ասել։ ՊՏՂ-ի ճանապարհի մասով, եթե չեմ սխալվում, մենք այնտեղ գետնանցում ունենք, հասկանանք նաև գետնանցումը, ինչն է խնդիրը, որ բնակիչները գետնանցումը չեն օգտագործում, եթե որպես այդպիսին տեխնիկական հարցեր կա, դրանք հնարավորինս արագ կլուծենք։ Գծանշման մասով էլ արդեն ասացի, վստահ եմ, որ ճանապարհային դեպարտամենտի ու նախարարության ոլորտային մասնագետները նաև այս քննարկմանը հետևում են, այնպես որ սա նաև ուղիղ հանձնարարական կլինի իրանց տեղում նորից ուսումնասիրել իրավիճակը։